Ընթերցելու ենք Հակոբոսի թղթից երկրորդ գլուխ վերջի պարբերությունը 14-ից 26 համարները։ Ինչ է օգուտը եղբայրներին, եթե մեկն ասի թե հավատ ունի, բայց արված գործեր չունենա, միթե հավատը կարող է նրան փրկել։ Եթե մի եղբայր կամ քույր մեկ լինեն, կամ օրվա ուտելիքի կարոտ, եւ ձեզանից մեկն ասի նրանց. գնացեք խաղաղությամբ, տաքացեք ու կշտացեք, բայց մարմնին անհրաժեշտ բաները նրանց չտաք, ինչ է օգուտը։ Այդպես էլ հավատը, եթե գործեր չունենա, ինքնին մեռած է։ Բայց գուցե մեկն ասի դու հավատ ունես, իսկ ես գործեր, ցույց տուր ինձ քո հավատն առանց գործերի, իսկ ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով։ Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում, դևերն են հավատում եւ սարսափում են, բայց ուզում ես իմանալ ով փուչմարտ, որ հավատը առանց գործերի անիմաստ է։ Մեր հայր Աբրահամը չէ որ գործերով արդարացավ, իր որդի Իսահակին զոհասեղանի վրա հանելով։ Տեսնում ես, որ հավատը նրա գործերին գործակից եղավ եւ այդ գործերով հավատը կատարյալ դարձավ։ Եվ կատարվեց գրքի խոսքը, որ ասում է. եւ Աբրահամն Աստծուն հավատաց եւ դա նրան արդարություն համարվեց։ Ու նա Աստծու բարեկամ կոչվեց։ Տեսնում եք, որ մարդ գործերով է արդարանում եւ ոչ միայն հավատով։ Նույնպես եւ Ռախաբ օրնիկը գործերով չարդարացավ, երբ լրտեսներին իր մոտ առավ եւ ուրիշ ճանապարհով արձակեց։ Ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած։ Կարճ աղոթք անենք։ Սիրելի մեկնավոր Հայր, մեր սիրելի Տեր, խոնարհվում ենք քո մեծության առաջ, Տեր, եւ խոստովանում ենք, որ մեծ է մեր կարիքը քեզանով լցվելու, քեզանով լուսավորվելու։ Մեծ է մեր կարիքը, Տեր, որ դու բացես մեր մտքերը, որտեղ մեր միտքը շատ սահմանափակ է, շատ բաներ մենք չենք ընկալում, չենք գիտակցում այնպես, ինչպես որ դու ես կամենում։ Բայց ուզում ենք, Տեր, որ դու շարունակես քո գործը մեր կյանքերում, մեր հոգիներից ներս, որպեսզի մենք իրապես ու էլ ավելի ճանաչենք քո մեծությունը, քո ճոխությունը, քո քաղցրությունը, քո սերը, քո գործերը մեր կյանքերում, որպեսզի ամենուր տեսնենք քո գործերի վկայությունները ու քեզանով լցված ապրենք։ Մեր աղերսն է, Տեր, որ քո խոսքով դու այդ գործը անես այսօր, այն բաժինը, որ դու պատրաստել ես մեզ համար։ Մեր վստահությունը քեզ վրա է, քո Սուրբ Հոգու։ Մեր վստահությունը քո շնորհի զորությունն է, որով որ կանք, կանգնած ենք, այսօր ապրում ենք, որ քեզ փառավորենք, Հիսուսի անունով, Տեր, ամեն։ Անտառի մեջ գեղեցիկ հայլու նման մի լճակ կար, շրջապատված ծառերով, զանազան բնության գեղեցիկ գույներով, նրա ջրի մակերևույթը հարթ ու փայլուն։ Լճակն այնքան կատարյալ էր արտացոլում երկինքը, բնության գեղեցկությունը, որ յուրաքանչյուր անցորդ կանգ էր առնում հիանալու դրանով։ Լճակը անդադ ցույց էր տալիս իր մաքուր մակերեսը բոլոր նրանց, ովքեր նայում էին լճակին ու պատմում էին, թե որքան գեղեցիկ է այն։ Բայց երբ լճակի մեջ մի փոքրիկ քար գցեիր կամ ջուրը մի փոքր խառնեիր, ջուրը կդառնար պղտոր, խառնված ցեխով եւ կերևար այն աղբը, որը ջրի տակ պահված էր։ Հարթ ու փայլուն դրսից, սակայն ներսում աղբ։ Այն դարձել էր ճահիճ, որի մեջ չկա կյանք, որտեղ մարդիկ լողանալիս խեղդվում էին։ Մոտակայքում լուր հոսում էր մի փոքրիկ արվակ։ Այն ձայն չէր հանում, իր մասին չէր բարձրաձայնում, գովազդ չէր անում եւ չէր փորձում գեղեցիկ թվալ։ Նրա ջուրը միշտ շարժվում էր եւ դրա շնորհիվ
այն մաքրվում էր։ Գետը հոսում էր դաշտերի միջով, ժայռերի միջով, անտառի միջով, ոռոգելով, մաքրելով եւ սնելով ամեն բան, ինչ իրեն կհանդիպեր։ Մարդիկ հաճախ չէին նկատում նրա գեղեցկությունը, բայց այս արվակի հետ հանդիպած ամեն ինչ օգուտ էր քաղում նրանից։ Մեռած հավատը նման է հայլու այս լճակին, փայլուն դրսից, սակայն լճացած եւ կեղտոտ ներսից։ Իսկ կենդանի ու փրկարար հավատը նման է այս արվակին, այն խաղաղ, աննկատ, առանց ինքնագովազդի, պտղաբեր, կյանք եւ իրական օգուտ բերող արվակերի շուրջիների համար։ Երկրորդ գլխի այս վերջին պարբերության մեջ Հակոբոսը խոսում է մեռած ու կենդանի հավատի մասին։ Անցյալ անգամ մենք խոսեցինք մեռած հավատի մասին 14-ից 20-րդ համարներում, որի նկարագրության համար Հակոբոսը խոսեց գործերի կամ պտղի բացակայության մասին։ Հավատն ասած առանց գործերի մեռած է։ Իսկ այսօր կտեսնենք, թե ինչ է ուսուցանում Հակոբոսը կենդանի ու փրկարար հավատի մասին, 21-ից 26-րդ համարները ուսումնասիրելով։ Այս երկուսը առանց մեկը մյուսի չի կարող լինել ճշմարիտ։ Եթե չկան աստվածահաճո գործեր, չկա սրբության մեջ աճող կյանք, ուրեմն չկա նաև կենդանի հավատը։ Նաև եթե չկա կենդանի հավատը, ուրեմն չի կարող լինել աստվածահաճո գործերը։ Այս թեմայի շուրջ Հակոբոսը գրում է այս գիրքը, քանի որ մարդիկ արդեն իսկ առաջին դարում ընկնում էին երկու տիպի ծայրահեղությունների մեջ, չհասկանալով շնորհի վարդապետությունը։ Մենք անցյալ անգամ մանրամասը խոսեցինք այս խնդրի մասին, դիտարկեցինք, թե ինչու՞մ էր կայանում այս մոլորությունները։ Մի ծայրահեղությունն այն էր, որ հրեաները դավանելով քրիստոնեությունը շարունակում էին ապավինել իրենց մարդկային գործերին, իրենց փրկության համար, քարոզելով թլպատություն, քարոզելով մովսեսական օրենք, որ ահա այո դուք հավատում եք Քրիստոսին, բայց պետք է Մովսեսի օրենքը պահեք, որպեսզի օրենքի միջոցով նաև փրկվեք, Հիսուսին ընդունեք այդպես։ Մյուս ծայրահեղությունը կամ մոլորությունը, երբ մարդիկ ճանաչելով ավետարանը, Աստծո շնորհով ձերի փրկությունը, առանց մարդկային գործերի որևէ արժանիքի, սկսեցին մտածել, որ մարդկային գործերը կամ ջանքերը այլևս ուրեմն անհրաժեշտ չէ։ Պետք չէ ձգտել սրբության կամ պայքարել մեղավոր սովորությունների դեմ։ Խաբված մարդը բերանով վկայում էր, որ Քրիստոսին հավատում է, սակայն իր սիրտը հեռու էր Աստծուց, իր գործերը հեռու Հիսուսի գործերից։ Երբ չկա Աստծո շնորհին համապատասխան կյանք, ուրեմն այդ շնորհով փրկությունը նույնպես չկա մարդու հոգում։ Եվ այս մոլորության պատճառով արդեն իսկ առաջին դարում շատ տարբեր աղանդներ ծլեցին, մոլար ուսուցիչներ դուրս եկան եկեղեցու դեմ, առաքյալների ուսուցումների, վարդապետության դեմ։ Դրա համար Հակոբոսը տեսնելով այս խնդիրները, դրա ազդեցությունը իր քույր եղբայրների կյանքում եկեղեցու վրա, նա գրում է լրջորեն անդրադառնալով այս հարցերին։ Եվ այս հատված անցյալ անգամ էլ ասեցինք, որ այն եղել է աստվածաբանական թեմաներով կռվի դաշտ։ Շատերը կարծել են, որ այն հակասում է Պողոսի վարդապետությանը, ով ասում էր, որ փրկությունը տրվում է հավատի միջոցով, այլ ոչ թե մարդկային գործերի միջոցով կամ առավել ևս մարդկային գործերի պատճառով։ Իսկ Հակոբոսի խոսքերը առաջին հայացքից կարծես հակասություն թվա Պողոսի ասած այս ուսմունքին։ Այո, եթե համատեքստից կտրենք այս համարները, Հակոբոսի տրամաբանությունից դուրս մտածենք, մենք կարող ենք գալ սխալ եզրահանգման, որ մարդը փրկվում է իր գործերով։ Պողոսի եւ Հակոբոսի վարդապետության մեջ չկա հակասություններ։ Պողոսը դատապարտեց այն գործերը, որոնք մարդիկ անում էին արդարանալու մտադրությամբ, փրկությունը վաստակելու մտադրությամբ։ Իսկ Հակոբոսը անդրադառնում է երկրորդ տեսակ մոլորությանը, երբ մարդիկ ասում էին, որ կարևոր չէ, ինչ կյանք ենք մենք ապրում, միևնույն է մեր հոգին փրկված է, Աստված հոգին է կարևորում, մարմինը այսպես թե այնպես կատարյալ չի դառնում այս երկրի վրա, մենք բոլորս մեղավոր ենք, սխալվում ենք, թերանում ենք, ուրեմն այդպես էլ պետք է լինի։ Խոսելով գործերի դերի մասին,
Հակոբոսը չի ասում, որ մարդը գործերով է փրկվում, այլ ասում է, որ գործերը վկայում են, փաստում են, որ մարդը արդեն փրկվել է Աստծո շնորհով։ Այլ կերպ ասած, Պողոսը քարոզում է արդարացման մասին առանց գործերի, իսկ Հակոբոսը արդեն իսկ փրկված մարդու սրբագործության մասին, պտղաբերության մասին, մարդու գործերի միջոցով, մարդու դերի միջոցով։ Իսկ ինչ ես կարծում, հիմա նույն այս մոլար մտքերը չկան։ Հիմա նույնպես այս երկու մոլորությունները տարբեր երանգներով, մոդայիկ տեսքով տարածված է աշխարհով մեկ քրիստոնեության անվան տակ։ Ինչպես ես դու գնահատում քո ապրած կյանքն այսօր, որպես Հիսուսի հետևորդ։ Ինչ վկայություն են տալիս քո գործերը, քո բերած պտուղները, քո հավատքի էության մասին։ Ինչպես կգնահատես քո կյանքը, թե որքանով է նման Հիսուսին կամ ընթացքի մեջ առաջանում Հիսուսի նմանության էլ ավելի։ Արդյոք դու համոզված ես, որ ունես փրկարար հավատ։ Կամ եթե համոզված ես, ապա ինչու ես վստահ դրանում։ Այս հատվածի օգնությամբ փորձենք էլ ավելի հասկանալ փրկարար հավատի էության մասին, ու այն որպես հայելի թող ցույց տա մեր հավատի վիճակը։ Որպես գլխավոր միտք հիշենք այս տեքստից մի կարևոր միտք, որ Հակոբոսը մեզ տալիս է։ Հավատի գործերը փաստում են հավատի ճշմարիտ լինելը։ Հավատի գործերն են, որ փաստում են հավատի ճշմարիտ լինելու մասին։ Հակոբոսը երկու անգամ այս տեքստում ասում է իր լսարանին. տեսնում եք կամ հասկանում եք, որ հավատը Աբրահամի գործերի հետ միասին էր գործում։ Հասկանում եք, որ հավատի գործերը փաստում են մարդու արդարացված լինելը, նրա փրկված լինելը։ Իսկ գործերի պտղի բացակայությունը փաստում է հակառակը, որ մարդ չի ճաշակել Աստծո փրկությունը։ Եվ այսօր մեզ համար հարցը նույնն է, ինչպես Հակոբոսն էր հարցնում իր լսարանին, հասկանում եք արդյոք փրկարար հավատեությունը ու գնահատում եք արդյոք ձեր հավատը ըստ ձեր ապրած կյանքի։ Ինչի վրա հիմնված քո վստահությունը, որ դու ունես փրկարար հավատ եւ ունես հավիտենական կյանքի պարգևը։ Ինչպես հասկանանք, թե որն է փրկարար հավատը, ինչպես հասկանանք դրա էությունը։ Հակոբոսը մեզ տալիս է այստեղ երկու օրինակ, ճշմարիտ հավատի երկու օրինակ, որոնց միջոցով ցույց է տալիս փրկարար հավատի էությունը։ Երկու օրինակ, որ ուսումնասիրելով մենք տեսնենք, այս ինչն է այս փրկարար հավատը, որն է նրա էությունը։ Մենք տեսնելու ենք Աբրահամի հավատի օրինակը եւ հետո Ռախաբի հավատի օրինակը։ Առաջին Աբրահամի հավատի օրինակը դիտարկենք։ Տեսնելու ենք մենք, որ Աբրահամի այս հավատի օրինակը նկարագրելիս Հակոբոսը տալիս է այս հավատքի 4 հատկանիշները, հավատքի 4 բնութագրություններ, նրա հավատի գործը, նրա հավատի աճը, նրա հավատի առարկան և նրա հավատի հաղորդակցությունը։ Ընթերցենք ևս մեկ անգամ 21 համարից։ Մեր հայր Աբրահամը չէ որ գործերով արդարացավ, իր որդի Իսահակին զոհասեղանի վրա հանելով։ Տեսնում ես, որ հավատը նրա գործերին գործակից եղավ, և այդ գործերով հավատը կատարյալ դարձավ։ Եվ կատարվեց գրքի խոսքը, որ ասում է. «Եվ Աբրահամն Աստծուն հավատաց, և դա նրան արդարություն համարվեց, ու Աստծու բարեկամ կոչվեց»։ Տեսնում եք, որ մարդ գործերով է արդարանում և ոչ միայն հավատով։ Հակոբոսը այստեղ Աբրահամի կյանքի իրադարձություններից, դրվագներից նախ բերում է 22-րդ գլխում տեղի ունեցած, Ծննդոց 22-րդ գլխում տեղի ունեցած դրվագը, փորձությունը, Իսահակին զոհաբերելու պատվերը, որից հետո նա բերում է օրինակ Ծննդոց 15-րդ գլխում Աստծո տված խոստման մասին, որը որ տրված էր Աբրահամին, ու Աբրահամի հավատքով արձագանքը ուղղված այդ Աստծո խոստմանը։ Հատված 22-րդ գլխի Ծննդոց եւ այնուհետեւ տալիս է 15-րդ գլխից մեկ այլ հատված։
Հակոբոսի այս տեքստը ճիշտ հասկանալու համար կա մի կարևոր բանալի։ Այն կապված է հունարեն արդարանալ այս բառի հետ։ Այս բանալին լուծում է այն կարծեցյալ հակասությունը, որ մարդիկ առաջ են քաշում Պողոսի եւ Հակոբոսի վարդապետության մասին, ասելով, որ այնտեղ կան անհամապատասխանություններ, եւ պատմության ընթացքում շատերը անգամ փորձել են մերժել Հակոբոսի թուղթը, բերելով իրենց հիմնավորումները, որ այն շատ բաներում հակասում է Պողոսի վարդապետությանը։ Հակոբոսն ասում է. Աբրահամը գործերով արդարացավ։ Հունարեն այս արդարանալ բառը տարբեր կերպ է գործածվում Աստվածաշնչում։ Մեկը արդարանալ, որ վերաբերում է փրկությանը, երբ Աստված իր արդարությունն է վերագրում հավատացող մեղավորին, իսկ մյուսը նշանակում է ցուցադրել այդ արդարությունը։ Ցուցադրել այդ արդարացված լինելը, քո արդարությունը։ Այն վերաբերում է արդեն իսկ ունեցած արդարությունը ցույց տալուն, վկայելուն։ Երկու օրինակ վերեմ Աստվածաշնչից, թե ինչպես է այս բառերը օգտագործել, որպեսզի դուք տեսնեք։ Նախ Հռոմեացիս 3:24-ում Պողոսն ասում է. Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։ Այստեղ ինչ իմաստով է օգտագործվում արդարություն բառը կամ արդարացվել բառը։ Մարդ, ով համարվում էր մեղավոր, եւ Աստված Քրիստոսով ներելով այս մարդու մեղքերը համարեց արդար։ Սա վերաբերում է Աստծո շնորհով ձրի փրկությանը, առանց մարդկային գործերի, արժանիքի կամ միջոցի։ Իսկ երկրորդ օրինակը Առաջի Տիմոթեոս 3:16 ասած պաշտության խորհուրդը հայտնապես մեծ է։ Աստված մարմնով հայտնվեց, հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց։ Այստեղ ում մասին է խոսքը։ Հիսուսի։ Ասում է նա հայտնվեց, հետո ասում է հոգով արդարացավ։ Սա նույն այդ արդարանալ բառն է օգտագործված, ինչ է սա նշանակում։ Արդյոք Քրիստոս արդար չէր ու հետո արդարացվեց կամ համարվեց արդար։ Իհարկե ոչ։ Այստեղ այս բառը օգտագործվում է որպես արդեն իսկ ունեցած արդարությունը ցուցադրելու իմաստով։ Քրիստոս միշտ է արդար ու երկրավոր կյանքի ընթացքում նա իր ապրած կյանքով ու գործերով ցուցադրեց այդ արդարությունը, վկայեց ու հաստատեց, որ ինքը կատարյալ արդար է։ Ուրեմն նմանապես Հակոբոսի թղթում, որպեսզի մենք հասկանանք հեղինակ այս բառը ինչպես է օգտագործվում, մենք պետք է նայենք համատեքստին, որ միտքն է ավելի համապատասխանում այս բառի ըստ մեր տեքստի ընդհանուր համատեքստին։ Ուրեմն, եթե 21-րդ համարում Հակոբոսը օգտագործում է այս բառը, որ Աբրահամը արդարացավ իր գործերով կամ համարվեց արդար այն պահին կամ փրկվեց այն պահին, երբ որ Իսահակին զոհաբերեց, սա կնշանակեր, որ Աբրահամը արդարացավ գործերով։ Եթե այդպես Հակոբոսը նկատի ունենար, ապա ինչու է նա 23-րդ համարում հիշատակում Աբրահամի կյանքից ավելի վաղ դեպքը ու ասում, որ Աբրահամը արդար համարվեց այն ժամանակ, երբ հավատաց Աստծո խոստմանը։ Եվ այդ խոստման մեջ չկա որևէ մի գործ նշված, որ Աբրահամը լսելով Աստծո խոստումը գործեց կամ ինչ-որ դեր ունեցավ, որպեսզի արդարանար։ Ոչ, գրված է, որ նա հավատաց Աստծո խոստման եւ այդ հավատքը Աստված արդարություն համարեց։ Հնարավոր է, որ Աբրահամը 2 անգամ արդարացված լիներ։ Մի հատ 15-րդ գլխում, մի հատ 22-րդ գլխում, իր գործերով, ոչ։ Մարդ արդարանում է 1 անգամ ու հավիտյան մնում է այդ արդար կարգավիճակում Աստծո համար։ Եվ այս տեքստում Հակոբոսն ասում է, որ դա տեղ ունեցավ Ծննդոց 15-րդ գլխում, երբ Աբրահամը հավատաց Աստծո խոսքին։ Սա ցույց է տալիս, որ 21-րդ համարում
Հակոբոսը օգտագործում է արդարանալ բառը երկրորդ իմաստով ցուցադրել արդեն իսկ արդարացված լինելը իր գործերով։ Հետևաբար այսպես կարելի է թարգմանել այս համարը. մեր հայր Աբրահամը չէ որ գործերով ցուցադրեց իր արդարացված լինելը իր որդի Իսահակին զոհասեղանի վրա հանելով։ Գործերով նա փաստեց, վկայեց, որ իր ճշմարիտ հավատը հանդիսացել է միջոց, որով Աստված արդարացրեց Աբրահամին։ Եվ սա ամեն բան պարզ է դարձնում այս տեքստում, ամեն հարց գտնում է իր պատասխանը։ Հակոբոսն ասում է. տեսեք, մեր հայր Աբրահամը ցուցադրեց իր կենդանի հավատը, իր փրկված լինելը իր հնազանդությամբ, գործելով ինչպես, գործելով Աստծո կամքի համաձայն։ Ահա եւ ձեզ փրկարար հավատի օրինակ, որը գործերով ցույց է տալիս հավատացողի փրկված լինելը ու նրա հավատքի ճշմարիտ լինելը։ Ուրեմն առաջին ինչ ենք տեսնում, որ Աբրահամի հավատը, այդ ճշմարիտ հավատի էությունը այն պտղաբեր հավատ էր։ Այն վերածվեց գործի եւ իր պտղաբերությամբ ցույց տվեց, թե որն է ճշմարիտ հավատքը։ Երկրորդ հատկանիշը տեսնում ենք 22-րդ համարում Աբրահամի հավատքի, որը նրա հավատի աճն է։ Տեսեք 22 համարում ասում է. հասկանում եք, որ հավատը նրա գործերին գործակից եղավ եւ այդ գործերով հավատը կատարյալ դարձավ։ Տեսնում եք այստեղ հավատի ու գործերի անբաժանելիությունը, փոխկապակցվածությունը, ասում է հավատը գործակից եղավ գործերին։ Այսինքն այն գործերը, որ Աբրահամն արեց, դրանք կենդանի հավատ ունենալու հետևանքով տեղի ունեցան։ Առանց կենդանի հավատի արկայության նա չէր կարող այսպիսի հնազանդություն ցուցաբերել, որտեղ հավատը եւ գործերը մեկ են, միաբան են, անբաժանելի են, ինչպես որ մենք տեսանք նաեւ անցյալ հատվածում, նախորդ հատվածում։ Եվ մյուս կողմից, երբ Աբրահամը ապրեց հնազանդության կյանք, կատարեց հոր կամքը, դա նպաստեց նաև իր հավատի աճին, զարգացմանը, կատարելագործմանը, այստեղ ինչ է ասում, եւ նաև գործերով հավատը կատարյալ դարձավ։ Կատարել բառը այստեղ անթերի կամ անսխալական վիճակի մասին չէ, այլ այս բառը նշանակում է, որ հավատը հասունացավ, զարգացավ ու հասավ այն նպատակին, որ Աստված ուներ Աբրահամի համար։ Հավատը հասունացավ, զարգացավ եւ իրականացրեց այն, ինչ Աստված նպատակադրվել էր Աբրահամի կյանքում։ Եվ այդ հավատը ի կատարած է Տիրոջ մտադրությունները։ Հավատի արկայությունը գործերի պտուղ է տալիս, իսկ գործերի արկայությունը հավատի աճ եւ հավատի մեջ հասունություն։ Ահա թե որքան սերտ կապված են այս երկուսը միմյանց։ Գիտես ինչի քո հավատը չի աճում։ Աստծո հետ հարաբերությունները չի աճում, որովհետեւ չկա հարատևություն հնազանդության կյանքում։ Որովհետեւ որքան դու լինես Աստծո խոսքը կատարող, այնքան դա քեզ կտանի հավատի կատարելագործման աճի։ Իսկ հավատը որքան հասունանա, այն ել ավելի սկսում է պտուղ բերել ու ավելացնել աստվածահաճո գործերդ։ Արդյոք քո հավատն ու գործերը ձեռք-ձեռքի բռնած այսպիսի աճող ընթացքի մեջ են։ Եթե դու սրբագործության ընթացքի մեջ հավատարիմ չլինես քո պատասխանատվության ու դերի մեջ, ապա հավատքդ չի աճի, չես պտղաբերի ու Աստծո նպատակներին չես կարող ծառայել։ Հավատքդ կտկարանա, դու կտկարանաս, քո վստահությունը կպակասի, քո սերը կսառի։ Մտածիր այս երկուսի կապի մասին։ Ինչպես է այն գործում կամ արտահայտվում քո անձնական կյանքում։ Դու նկատում ես, որ դու տկարանում ես քո հավատքի մեջ, քանի որ չես հարատևում Աստծո խոսքին հնազանդության մեջ, խոսքի կատարման մեջ, խոսքով ապրելու, խոսքով որոշումներ կայացնելու, խոսքը քարոզելու, խոսքով զորանալու ու լցվելու մեջ։ Երբ չկա հավատարմություն խոսքին եւ հարատևություն դրա մեջ, դու չես կարող տեսնել քո հավատի եւ քո վստահության, քո Աստծո հարաբերության մեջ չես տեսնի աճ։
Ներքին մարդը կմնա շփոթված, անհաստատ, վախերի ու երկմտանքի մեջ, փոթորիկները կգան եւ իրենց վնասը կբերեն։ Բայց ինչու են մարդիկ լսում խոսքը, ասում են ամեն, բայց չկա գործնական հնազանդություն, չկա կյանքի փոփոխություն։ Քանի որ խոսքով ապրելը դա պատերազմ է։ Դու պետք է կռիվ տաս, որպեսզի կարողանաս պտղաբերել։ Դու ունես հակառակորդ, ով ամեն բան ու ամեն քին օգտագործում է քո դեմ։ Ինչ ես կարծում, Աբրահամին հեշտությամբ տրվեց այս քայլը։ Նա կարողացավ հեշտությամբ գնալ այս լեռը իր որդուն տանելով եւ հանելով այդ զոհասեղանի վրա։ Ոչ, նա էլ կրեց իր բաժին պատերազմը, ինչպես եւ բոլոր հավատքի մարդիկ են կրում ենք մենք բոլորս ու դեռ պիտի կրենք։ Ով այս հավատի պատերազմի մեջ է, ով կռիվ է տալիս Աստծո խոսքը շարունակ սովորելու, շարունակ կատարելու համար, նա դրանով վկայում է, որ իր մեջ կա փրկարար հավատը։ Նա վկայում է իր փրկության իրական լինելը։ Եթե դու հրաժարվել ես պատերազմից, դժվարությունից, ընտրել ես հեշտ ճանապարհը, լայն դուռը, ապա վախեցիր, կասկածիր քո հավատի կենդան լինելու վրա։ Այդ լայն դուռը կորսվածների համար է, իսկ նեղ դուռը Քրիստոսի հետևորդների համար է։ Հավատքի կյանքը միայն կարող են ապրել նրանք, ովքեր Քրիստոսի հոգին ունեն, որտեղ Քրիստոսի հոգու զորությունն է այն պատճառը, այն ամրությունը, այն հիմքը, որով որ մենք կարող ենք պատերազմել հավատքի պատերազմը։ Առանց հոգու ներկայության, զորության եւ լեցունության ոչ մի մարդ չի կարող հաղթանակ տանել հոգևոր կյանքում։ Դրա համար էլ հավատքի կյանքը բոլորը չեն ապրում, քանի որ բոլորը չունեն Աստծո հոգին։ Հոգևոր կյանք բոլորը չեն ապրում, գիտեք ինչու, որովհետև չունեն կարողությունը, չունեն զորությունը լողալու գետի հոսանքին հակառակ։ Լողորդները կիմանան ինչքան դժվար է գետի հոսանքին հակառակ լողալ։ Երբ մարդը հոսանքին հանձնված գնում է, դա նշան է, որ մարդու միտքը քնած է, եւ դա նշան է ծուլության, հեշտասիրության, եսակենտրոնության, աշխարհասիրության։ Երբ ես վերջին անգամ մի մարդու ավետարանելու պատերազմը կրել, իր սուտ համոզմունքների ու ստերի դեմ պայքարել, որպեսզի ճեղքելով այդ պատերը սերմը ցանես նրա սրտում եւ մտքում։ Պողոսն ասում է 2 Կորինթացիս 10-րդ գլխում. «Քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով բերդեր քանդելու, եւ մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը եւ ամեն բարձունք, որ Աստծո գիտության դեմ է գոռոզանում, գերի ենք անում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար»։ Մարդկանց մտքերը բռնված են սատանայի ստով, իրենց մարդկային հպարտությամբ, բայց Աստված օգտագործում է իր զավակների ավետարանչության պատերազմը, որպեսզի դրանցով քանդի այդ սուտ բերդերը, մարդկանց գրաված մտքերը, սուտ համոզմունքները, սուտ հիմքերը։ Եվ սա պատերազմ է, բայց այս պատերազմում պետք են դրան համապատասխան զենքեր, հոգևոր զենքեր։ Իսկ դու ինչով ես զբաղված, սիրելի քրիստոնյա, պատերազմում ես, որ գտնես այդ հոգևոր զենքերը, ձեռք բերես եւ դուրս գաս մարտադաշտ։ Թե քո կոմֆորտը չի թողնում, գետի հոսանքին հարմարված հանգիստ վայելում ես բնությունը։ Պողոսը տանը նստած հեռուստացույց էր դիտում, թե դրսում ամեն օր ավետարանում էր։ Նմանողներ լինենք Պողոսին, ինչպես Պողոսն էլ Քրիստոսին։ Ինչ է քո հավատի օգուտը, եթե բերանով ասում ես հավատում եմ, բայց գործեր չկան, պատերազմ չկա, պտուղ չկա։
Արդյոք դու պատերազմում ես հանուն քո թագավոր Հիսուսի, թե այս աշխարհի զվարճանքի ու հաճույքների խաղաղ հոսանքին ես տրված։ Սա քեզ նույնպես նշան է, թե արդյոք դու ունես փրկարար հավատը։ Փրկարար հավատը պատերազմում է հոգևոր պատերազմը։ Ով չի մասնակցում Քրիստոսի չարչարանքներին, նա չի մասնակցելու նաև նրա փառքին։ Հռոմեացիս 8:17։ Ուրեմն երկրորդ հատկանիշը կենդանի ու փրկարար հավատի։ Այն հաճող է, այն զարգացող է, այն կռիվ տվող է, այն պատերազմում է բարի պատերազմը, որտեղ ինքը պատկանում է իր Հիսուսի արքայությանը, ու ինքը պատերազմում է այդ արքայության շահերի համար։ Երրորդ հատկանիշ Աբրահամի օրինակի տեսնում ենք, թե որտեղ է ուղված նրա հավատը։ 23-րդ համարում նրա հավատի առարկան, օբյեկտը, ինչին էր ուղված նրա հավատքը։ Փրկարար հավատը ուղված է Աստծո բոլոր ասածներին։ Փրկարար հավատը հավատում է Աստծո բոլոր ասածներին։ 23-րդ համարը տեսեք, եւ կատարվեց գրքի խոսքը, որ ասում է Աբրահամը Աստծուն հավատաց, եւ դա նրան արդարություն համարվեց։ Այստեղ գրվածների որ խոսքը կատարվեց։ Այն, ինչ կարդում ենք Ծննդոց 15-րդ գլխում, որտեղ Տերը ասում է 4 համարից սկսած, նա, որ քո մեջից է դուրս գալու, նա կլինի քո ժառանգը, սա Աստված խոսք է տալիս Աբրահամին։ Եվ դուրս հանեց նրան ու ասաց. նայիր դեպի երկինք ու հաշվիր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք, եւ ասաց նրան. այդքան կլինի քո սերունդը։ Աբրահամը հավատաց Տիրոջը, եւ նա նրա համար արդարություն համարեց այդ։ Աստված խոստում է տալիս Աբրահամին, ասում է, որ որդի է տալու եւ նաեւ որ մեծ ազգ է դարձնելու։ Նա հավատաց Աստծուն, ու այդ հավատն էր միջոցը, որ Աստծո արդարությունը վերագրվեց Աբրահամին։ Ինչպիսի հավատ էր սա, ինչին էր ուղված։ Այս հավատը լոկ Աստծո գոյությանը հավատալն էր, թե այն ուղված էր Աստծո ասածներին։ Ռուսերենում լավ է հնչում այս տարբերությունը, երից Բոգը или верить Богу, հա։ Երբ մենք ասում ենք հայերենում հավատալ Աստծուն, այս տարբերությունը չի երևում, որտեղ այն կարող է նշանակել հավատալ Աստծուն, Աստծո գոյությանը, верить в Бога, բայց հավատալ Աստծո ասածներին, верить Богу, նշանակում է հավատալ նրա ասածներին։ Եվ սա այն է, ինչ մենք տեսնում ենք Աբրահամի հավատքի մեջ։ Նա հավատաց Աստծո բոլոր ասածներին։ Դե ես հավատում եմ, այո, Տեր, որ դու ինձ որդի կտաս, բայց որ մեծ ազգ դարձնես, այդ մի որդուց մեծ ազգ, չգիտեմ։ Կասկածեց Աբրահամը։ Ոչ, նա հավատաց Աստծո ամեն ասածներին, որը որ մարդկային պատկերացումներից վեր էր։ Նկատել եք արդյոք այս տարածված խնդիրը, երբ մարդկանց հարցնում ես. հավատում ես արդյոք Քրիստոսին։ Շատեր ասում են, այո, իհարկե, բայց երբ խոսում ես Հիսուսի խոսքերի մասին, տեսնում ես, որ նրանք մերժում են նրա խոսքը ու չեն ընդունում այն, ինչ Տիրոջ խոսքն ասում է։ Օրինակ հարցնում ես, գիտես, որ Հիսուսն ասել է, որ դժոխք կա։ Մարդիկ ասում են, չէ, ինչ դժոխք, Աստված սեր է, նա բոլորին փրկելու է։ Կամ հարցնում ես, գիտես, որ Սուրբ Գիրքն ասում է, որ բոլորը մեղավոր են, այդ թվում ես եւ դու։ Մարդն ասում է, բայց ես ինչ եմ արել։ Ոչ սպանել եմ, ոչ գողացել եմ, անգամ սուտ չեմ խոսել։ Ես մարդկանց միայն բարին եմ անում։ Այսպիսի մարդիկ ասում են, որ հավատում են Քրիստոսի գոյությանը, անգամ ասում են, որ Քրիստոսն այո, Աստված է, մենք հավատում ենք Քրիստոսին։ Նա Տերն է, նա Աստված է, որ եկավ երկիր, մարդ դարձավ։ Բայց երբ որ խոսում ես նրա խոսքերից, նրա կամքից, նրա ուսմունքից,
նրա ճանապարհից, նրա պատվերներից դու տեսնում ես, որ մարդը չի ընդունում Աստծո խոսքը։ Մարդիկ բերանով վկայում են, սակայն սրտով հեռու են Աստծուց, որովհետև նրանք մերժում են Տիրոջ խոսքը։ Դրա համար այսպիսի մարդկանց փորձեք ճիշտ հարցադրումներով օգնել, մարդկանց, որ նրանք մտածեն իրենց վկայած հավատեության մասին։ Հարցրեք, իսկ ի՞նչ է նշանակում հավատալ Հիսուսին։ Փորձեք բացատրել, որ Հիսուսին հավատալ նշանակում է հավատալ իր խոսքին։ Բայց այս հարցը դու նաև ինքդ քեզ այսօր, արդյոք դու հավատում ես Աստծո բոլոր ասածներին։ Եթե ասում ես այո, ապա ինչ գիտես։ Կարող ես ապացուցել, որ դու հավատում ես Աստծո բոլոր ասածներին եւ ընդունում ես։ Ինչպես ապացուցես։ Արդյոք փնտրում ես, որ Աստծո ասածները ի կատարածվի քո կյանքում։ Դու ձգտում ես այն ինչին, որ դու քո բերանը վկայում է, որ դու հավատացել ես։ Դու ձգտում ես դա իրականացնել քո կյանքում։ Եթե դու խոսքը լսեցիր, չմտածեցիր, չկատարեցիր, նշանակում է լիակատար չես հավատացել այդ խոսքերին։ Իսկ ինչու չես հավատացել։ Գուցե այն քեզ հարմար չէր, գուցե այդտեղ պատերազմ կար, գուցե դժվարություն կար այդ խոսքը կատարելու, գուցե պետք է անձը տուրանայիր, գուցե պետք է սիրած մեղքերը թողեիր, գուցե այդ խոսքը կատարելու համար պետք էր զոհողություններ, որ դու անեիր։ Կամ եթե օրինակ քո կյանքի որևէ հարցում դու ունես քո համոզմունքը ու լսելով Աստծո խոսքից, որ Աստված հակառակն է քեզ ասում, սակայն դու շարունակում ես հետևել քո մարդկային համոզմունքներին ու կարծիքին, հրաժարվելով ընդունել Աստծո այդ խոսքը, ապա դու դրանով նույնպես ցույց ես տալիս, որ դու չես հավատացել Աստծո բոլոր ասածներին։ Դու ըմբոստանում ես Աստծո խոսքի դեմ ու դրանով վկայում ես, որ քո հավատը իրական չէ, այն Աբրահամի այդ իրական փրկարար հավատը չէ։ Եթե դու Աստծո խոսքը լիակատար չես համարում քո հեղինակությունը, քո կյանքի հեղինակությունը, սահմանադրությունը, սա է ճշմարտությունը։ Եթե շու բան չեմ հասկանում, խնդիրը իմ մեջ է։ Ես պետք է սովորեմ, որ հասկանամ։ Հակոբոսն ասում է կատարվեց գրված խոսքը 23 համարում կատարվեց գրքի խոսքը։ Երբ արդարացարում են Աբրահամը, ոմանք ասում են, տեսեք, նախ Հակոբոսը խոսեց Իսահակին զոհասեղանին հանելու մասին, չէ՞։ Աբրահամի գործերի մասին, որից հետո ասում է կատարվեց Աբրահամի արդարացումը։ Բայց պետք է նաև նշել, որ այստեղ այս կատարվեց բառը այն անցյալում մեկ անգամյա գործողություն է, որ կատարվել եւ ավարտվել է։ Այսինքն պետք է թարգմանվի այսպես. եւ կատարվել էր գրքի խոսքը։ Այսինքն այն արդարացումը, որ 23-րդ համարում նկարագրում է Աբրահամի, հավատով արդարացումը կատարվել էր անցյալում, այն ժամանակ, երբ որ Աստված դա ասել էր։ Աստված այնպես չէր, որ մարգարեություն էր տվել այն ժամանակ, որ Աբրահամը մի օր պիտի արդարանա։ Ու երբ Աբրահամը Իսահակին հանեց զոհասեղանի վրա, ահա այդ պահը մարգարեությունը իրականացավ։ Ոչ, ասում է, որ այն ժամանակ էր կատարվել, երբ Աբրահամը հավատաց խոստմանը։ Ինչ է ուզում այստեղ ցույց տալ Հակոբոսը։ Ըստ այս համարների մտքի շարադրության։ Նախ Աբրահամը հնազանդվեց Աստծուն, գործեց Աստծո կամքը, Իսահակին հանեց զոհասեղանի վրա, եւ 23-րդ համարում ասում է կատարվել է այդ արդարացումը։ Այն ինչ որ նա արեց, դա ապացուցեց, որ անցյալում այդ արդարացումը կատարվել էր։ Սա է Հակոբոսի մտքի տրամաբանությունը։ Գործերը փաստեցին, որ Աբրահամի հավատը իրական էր, Աբրահամի հավատը ճշմարտությունից էր, եւ այն իրապես իրեն տվել էր արդարացում։
Համարվեց բայը նույնպես անցյալ կատարյալ ժամանակաձևով է գրված։ Մեղավոր Աբրահամը ոչ թե կհամարվի արդար, կփրկվի ապագայում, այլ հենց այդ հավատալու պահին համարվեց արդար Աստծո կողմից ու ձեռք բերեց անփոփոխ կարգավիճակ։ Եթե փրկությունը հնարավոր է կորցնել, ապա ինչու Աստված հայտարարեց, որ Աբրահամը արդարացումը արդեն տեղի ունեցավ։ Եթե մենք կարդում ենք դրանից հետո Աբրահամի մեղքերի մասին, անկումների մասին, թերությունների մասին, կասկածների մասին, ինչ այդ մեղքերի պատճառով նա չկորցրեց փրկությունը։ Ոչ, քանի որ փրկող Աստված է անկախ մեր գործերից, ուրեմն մեր փրկությունը հաստատ է նաև անկախ մեր սայթաքումներից ու պահված է Աստծո մեջ։ Բայց այսպիսի փրկության վստահություն դու կարող ես ունենալ այն դեպքում, երբ քո կյանքը ու գործերը վկայեն, որ դու գնում ես սրբագործության հավատի աճի ճանապարհով, պատերազմելով հավատի բարի պատերազմը։ Դա կվկայի, որ դու, այո, փրկված ես եւ քո փրկությունը հաստատ է Տիրոջ մեջ։ Եվ Աբրահամի հավատօրինակի 4-րդ հատկանիշը, որ տեսնում ենք, դա իր հավատի հաղորդակցությունն է, հաղորդակցություն եւ ընկերություն Աստծո հետ։ 22-րդ համարի վերջում եւ նա Աստծո բարեկամ կոչվեց։ Հիսուս նույնպես իր աշակերտներին կոչեց իմ ընկերներ, իմ բարեկամներ։ Նա ասաց. «Դուք իմ ընկերներն եք, եւ ես ամեն բան հայտնեցի ձեզ»։ Հիսուս ճանաչեցրեց նրանց ճշմարտությունը, որպեսզի նրանք ունենան նույն միտքը, նույն նպատակները ու քայլեն նույն կերպ, ինչպես Հիսուս։ Սա իրական ընկերություն է Հիսուսի հետ։ Նա ասում է. «Ես ձեզ բարեկամներ եւ ընկերներ եմ կոչում, որովհետեւ ես ձեզ հայտնեցի այն ամենը, ինչ որ Տերը ուզում էր, իմ Հայրը ուզում էր, ճշմարտությունը ձեզ հայտնել եմ»։ Ինչու՞, որ իր աշակերտները նույն միտքը ունենան Հիսուսի, նույն մտածելակերպը, նույն ճանապարհով գնան, նույն նպատակները իրականացնեն, Հիսուսի հետքերով գնան։ Սա է ընկերությունը։ Եվ որքան Աստծո զավակները նմանվեն Հիսուսին, իրական ընկերություն անեն Հիսուսի հետ, ապա նրանք կկարողանան նաև ընկերություն անել մեկը մյուսի հետ։ Արդյոք դու դարձել ես Հիսուսի ընկերը։ Դու մտածում ես արդյոք Հիսուսի նման։ Դու գնում ես նույն ճանապարհով ինչ Հիսուս։ Ունես արդյոք նույն արժեքները ինչ Հիսուս։ Դու քայլում ես Հիսուսի հետ ամեն օր ու ժամ։ Դու փափագում ես նրան ճանաչել էլ ավելի, սիրել էլ ավելի ու ինչ որ անում ես իր հետ միասին անել։ Սա փրկարար հավատի պտուղն է։ Պատիվ լինելու Հիսուսի ընկերը։ Պատիվ լինելու Հիսուսի հետ հաղորդակցության մեջ։ Ես սա միայն հնարավոր է այսպիսի փրկարար հավատ ունենալով։ Հակոբոս 4:4 Շնացողներ, չգիտեք, որ աշխարհի հետ ընկերակցությունը Աստծո դեմ թշնամություն է։ Արդ ով ուզում է աշխարհին ընկեր լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ Այստեղ աշխարհի հետ ընկերակցությունը նախ նշանակում է մեղքը սիրելը, չար ցանկությունները, նյութապաշտությունը, որի համար մարդիկ ասում են կռիվ են տալիս, որ ձեռք բերեն իրենց այդ ուզածները, ըստ 4-րդ գլխի։ Բայց նաև այն վերաբերվում է նաև մեղավորների հետ ընկերակցությանը, քանի որ ընկերություն անել նշանակում է ընդհանուր արժեքներ ունենալ։ Ընկերությունը ենթադրում է ոչ թե պարզապես մտերմություն, ոչ թե պարզապես աշխատակիցներ, այլ շատ մտերիմ մտերմություն։ Ընկերությունը դա պարզապես ծանոթներ չեն, աշխատակիցներ չեն, բարեկամներ չեն։ Ընկերություն գաղափարը դա արժեքային համակարգի նույնությունն է, նույն ճանապարհով գնալն է, նույն մտածելակերպ ունենալն է, եթե մենք խոսում ենք իրական ընկերության մասին։ Բայց ինչպես ես դու հասկանում ընկեր գաղափարը, ինչպիսի ընկերներ դու ունես այս կյանքում, ում ես դու ընկեր համարում։ Դու կուզես ընկերություն անել մեկի հետ, ով Աստծո թշնամի է։ Եթե դու իրապես ես ընկերություն անում Հիսուսի հետ,
ուրեմն դու ընկերություն կանես նրանց հետ, ովքեր Հիսուսի իրական ընկերներն են։ Եթե քո ամենամտերիմ ընկերները աշխարհիկ են, հեռու Հիսուսի կյանքից, ուրեմն մտածիր, արդյոք դու իրական ընկերություն ես անում Հիսուսի հետ, կամ արդյոք դու հասկացել ես, թե ինչ է իրական ընկերությունը։ Իրական քրիստոնյայի արժեքները, որովհետև գնալով նմանվում են Հիսուսին, իսկ աշխարհիկ մարդունը գնալով հեռանում են Հիսուսից, Հիսուսի կամքից, մտքից, նպատակներից, նրա սիրույց։ Արդյոք քո մտերիմ ընկերները կատարում են Հիսուսի կամքը։ Իհարկե, սա չի նշանակում չշփվել անհավատների հետ։ Ոչ, մենք պետք է շփվենք, պետք է մտերմություն անենք, բայց ոչ թե մենք նրանց ճանապարհներով քայլենք ու նրանց նմանվենք, այլ նրանց ցույց տալով Հիսուսի օրինակը, իրենց ուղղորդենք դեպի Հիսուս, դեպի ճշմարտություն։ Բայց իմացիր, որ այս ճանապարհին դու շատ ընկերներ ես կորցնելու։ Եթե ինքդ գնում ես Հիսուսի հետևից ու Հիսուսի հետ ես ընկերություն անում, իրական ընկերություն Հիսուսի հետ, դու փոխվելու ես, իսկ այդ ընկերներդ մնալու են հին դատարկ արժեքների մեջ, սին ունայն ճանապարհների մեջ, որը որ քեզ դառնալու է խորտ, որտեվ քո մեջ Աստծո սերն է լինելու, որը որ չի ցանկանում մեղք գործել եւ փախչում է մեղքից։ Ես շատ ընկերներ եմ կորցրել, սակայն Տերը ինձ իրական ընկերներ է տվել, իրական հոգևոր ընտանիք, ում հետ ունենք մեկ մարմին, մեկ հոգի, մեկ հույս, մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված, մեկ տեսիլք, մեկ նպատակ։ Եվ այդ ամենը հանուն Աստծո փառքի, հանուն Աստծո փառավորման։ Ով Աստծո փառքի համար չի ապրում, նա չի կարող իմ մտերիմ ընկերը լինել։ Իսկ դու ինչպես ես մտածում։ Եթե դու Հիսուսի հետ մտերիմ ընկեր ես, ովքեր կարող են լինել քո ընկերները։ Աբրահամը կոչվեց Աստծո ընկեր, քանի որ ճշմարտապես Աստծո զավակ էր։ Հիսուս իր աշակերտներին կոչեց իմ ընկերներ, քանի որ նրանք ճշմարտապես Աստծո զավակներ էին։ Իսկ դու ում ես կոչում քեզ ընկեր։ Փրկարար հավատը տանում է Հիսուսի հետ իրական, ընկերական այս հարաբերությունների զարգացմանը, այս հարաբերությունների աճին։ Ով է քո լավագույն ընկերը։ Ինչպես անկեղծ պատասխանես։ Դարձյալ նայելով քո գործերին։ Նայելով քո գործերին։ Ում հետ կամ ինչի հետ ես ամենաշատը ժամանակ անցկացնում։ Ում կամ ինչին է ամենաշատը ձգտում քո սիրտը, փափագներդ, միտքդ։ Ինչ կախվածություններ ունես, ինչն է գրավել քո անձը, քո ամեն գործերը ցույց են տալու, թե ով է կամ ինչն է դարձել քո լավագույն ընկերը։ Եվ Աբրահամի օրինակի մասին խոսելով, նրա հավատի հատկանիշները տալով, Հակոբոս 24-րդ համարում ասում է. տեսնում եք կամ հասկանում եք, որ մարդ գործերով է արդարանում եւ ոչ միայն հավատով։ Հիմա դուք հասկանում եք, երբ որ լսում եք Աբրահամի օրինակը կյանքի, թե ինչպես են հավատ ու գործերը անբաժան։ Եվ այստեղ նույնպես արդարանալ բայը նշանակում է ցուցադրել արդարացված լինելը։ Տեսնում եք Աբրահամի կյանքի օրինակից, թե ինչպես նրա գործերը ցուցադրեցին նրա արդարացված, փրկված լինելը, նրա հավատի ճշմարտացիությունը, ուրեմն իմացեք, որ այս սկզբունքը նույնն է բոլորի համար։ Նա օգտագործում է մարդ բառը, ասելով, որ տեսեք, բոլոր մարդիկ են այսպես գործերով ցույց են տալիս իրենց իրական ներսը։ Եվ ասում է ոչ միայն հավատով է ցուցադրվում այդ արդարացումը։ Այսինքն ոչ միայն հավատով, այսինքն երբ դու ասում ես, որ ունես հավատ, խոստովանում ես, ասում ես, որ հավատում ես, դա դեռ ամբողջական ապացույց չի համարվում, որ վերջնականապես չի ցուցադրում, որ դու արդարացվել ու փրկվել ես Աստծո կողմից։
Ասում եմ, մարդ գործերով է արդարանում եւ ոչ միայն հավատով։ Նա գործերով է ցույց տալիս արդարացված լինելը, բայց հավատով էլ է ցույց տալիս։ Հավատով ինչպես է ցույց տալիս։ Երբ որ նա վկայում է, բերանով ասում է, որ ես հավատում եմ։ Եվ մարդուն թվում է, թե իր այդ որոշումը, այդ վկայությունը, այդ փափագը դարձել է վկայություն, որ ինքը իրոք արդարացվել է։ Հիշենք առաջի հարցը 14 համարում. Ինչ է օգուտը եղբայրներ, եթե մեկն ասի, թե հավատ ունի, բայց արված գործեր չունենա, միթե այսպիսի հավատը կարող է նրան փրկել։ Եթե դու ասես, որ հավատում ես, բայց այն պտուղ չբերի, արդյոք քո բերանի վկայությունը բավական է քեզ, որ դու քեզ համարես փրկված մեկը։ Եվ նույնը տեսնում ենք 24-րդ համարում։ Նա կարծես հենց այս հարցին պատասխանի։ Ուրեմն իմացեք, որ մարդ գործերով է ցուցադրում նաև արդարացված լինելը, եւ ոչ միայն հավատով է ցուցադրում, որ ինքը արդարացված է։ Ուրեմն սա առաջի հավատքի օրինակը, Աբրահամի հավատքի օրինակը, եւ հիմա կնայենք երկրորդը, Ռախաբի հավատքի օրինակը վերջի երկու համարներում, 25 համարում։ Նույնպես եւ Ռախաբ պոռնիկը գործերով չարդարացավ, եւ լրտեսներին իր մոտ առավ եւ ուրիշ ճանապարհով արձակեց։ Ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած։ Ռախաբի հավատից կտեսնենք նրա հավատի էության երկու հատկանիշ։ Նրա հավատի վստահությունը Աստծուն եւ նրա հավատից բխած ծառայությունը։ Այստեղ նույնպես բառը ցույց է տալիս, որ այս երկու օրինակները, Աբրահամինը եւ Ռախաբինը, ուսուցանում են նույն ճշմարտությունը, նույն ճշմարիտ հավատքի էության մասին են խոսում եւ ցույց են տալիս, որ առանց գործեր այդ հավատքը իրական եւ ճշմարիտ չէ, իսկ Եվը ցույց է տալիս արտաքին իրավիճակների, հանգամանքների, դեպքերի տարբերությունը։ Այս երկրորդ օրինակը կապված է մի հեթանոս կնոջ հետ, ում Աստված չի տվել խոստումներ, ինչպես Աբրահամին։ Ռախաբը չի պատկանել Աբրահամի սերունդին, նա հեթանոս ազգերից էր։ Հակոբոսն այս օրինակով ուզում է ցույց տալ, որ բոլոր մարդկանց, բոլոր ժամանակներում կենթանի հավատը կամ արդարացված լինելը նույն սկզբունքով է գործում։ Եվ նույն կերպ պետք է ցուցադրվի, եւ նույն կերպ մարդ պետք է քննի իրեն, արդյոք ինքը արդարացվել է։ Հակոբոսը հիշեցնում է, որ այս կինը եղել է պոռնիկ, ապա նշանակում է, որ ինչպես նա կարող էր այսպիսի կյանք ապրելով իր գործերով արդարանալ։ Եթե նա իր կյանքում չի ունեցել աստվածապաշտ գործեր, նրա գործերը չար էին, ուստի նա չէր կարող իր գործերով վաստակել փրկություն։ Սակայն երբ Աստծո ողորմությունը այցելեց նրան, ու նա հավատաց Իսրայելի Յահվե Աստծուն, դա համարվեց նույնպես իրեն արդարացում։ Եվ նրա գործերը փոխվեցին։ Նրա գործերը ցույց տվեցին, որ նա իրապես հավատացել էր այն Յահվե Աստծուն, ում մասին լսել էր, որ նա է միակ ու ճշմարիտ Աստված, այլ ոչ թե իր ազգի պաշտած կուռքերը։ Այստեղ նույնպես երբ Հակոբոսը ասում է չարդարացավ արդյոք նա իր գործերով, նույն միտքն է, արդյոք նա այս գործերով ցույց չտվեց իր արդարացումը, որ արդեն իսկ նա արդարացել է։ Այս պատմությունը գրված է Հեսու գրքում 2-րդ գլխից։ Դու կարող եք տանը կարդալ, բայց ուզում եմ մի փոքր ներկայացնեմ, հիշեցնեմ ձեզ եւ ներկայացնեմ, թե Ռախաբը ինչ ասեց, ինչ խոսեց այս լրտեսների հետ։ Ուրեմն ինչ է տեղի ունեցել։ Աստված պատվիրեց Հեսուին գրավել այս երկիրը, որ Աստված պիտի այս ժողովրդին դատեր, դատաստան աներ, իրենց մեղքերի եւ անօրենությունների պատճառով Աստված պիտի դատաստան բերեր Իսրայել ազգի միջոցով։ Եվ այս երկիրը պիտի գրավեր եւ տար իր ժողովրդին։ Եվ Հեսուն երկու լրտեսներ է ուղարկում Երիքով, որպեսզի լրտեսեն եւ տեսնեն այս քաղաքը։ Նրանք գալիս են այս քաղաք եւ գրված է մնում են Ռախաբի տանը։ Երիքովի թագավորը իմանում է սրա մասին ու մարդ է ուղարկում Ռախաբի տուն ու ասում է ուր են լրտեսները, հանիր։ Բայց Ռախաբն ասում է, որ մարդիկ այս դուրս են եկել քաղաքից, շուտ գնացեք, որ գտնեք նրանց։ Նրանք այսինչ կողմ են գնացել։ Այնինչ նա պահել էր այս երկու լրտեսներին իրենց իր տան
կտուրում։ Երբ թագավորի մարդիկ գնացին իր տնից, Ռախաբը գնաց այս լրտեսների մոտ ու ասաց. տեսեք ինչ է ասում. Ես գիտեմ, որ Տերը այս երկիրը ձեզ է տվել։ Նա կոչվում է Յահվե Աստծուն Տեր։ Նա ասում է. ձեր ահը ընկել է մեզ վրա, որովհետև մենք լսեցինք, թե ինչպես Տերը Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առաջ Եգիպտոսից, ձեր դուրս եկած ժամանակ, եւ թե ինչ արեցիք դուք Հորդանան գետի այն կողմում ամորացիների երկու թագավորներին, Սեհոնին եւ Օգին, որոնց բնաջնջեցիք։ Մենք այդ լսեցինք եւ մեր սրտերը վախից հալվեցին եւ ոչ մեկից մեջ համարձակություն չի մնացել ձեր պատճառով, որովհետեւ ձեր Տեր Աստված է վերևում, երկնքում եւ ներքևում երկրի վրա։ Եվ իմ աղաչում եմ, երդվեք ինձ Տիրոջով, որ ինչպես ես ողորմություն արեցի ձեր նկատմամբ, այնպես էլ դուք ողորմություն անեք իմ հոր նկատմամբ, իմ նկատմամբ եւ գրավեք, երբ որ գրավեք այս քաղաքը։ Հետո լրտեսները պատմում են Հեսուին, եւ Հեսուն երբ որ արդեն ժողովրդով գալիս են գրավում են այս քաղաքը, Հեսուն պատվեր է տալիս, որ Ռախաբին եւ իր ընտանիքին խնայեն եւ պահպանեն իրենց կյանքը։ Այս կինը լսել էր Աստծո գործերի մասին ու հավատացել էր Յահվե Աստծուն։ Ինչպես իմանանք, որ նրա հավատը իրական էր։ Հակոբոսն ասում է. նայեք նրա գործերին, նայեք ինչպես է նա ընդունում Աստծո զավակներին ու անվտանգ ճանապարհն է ցույց տալիս նրանց։ Ինչ արեց նա առաջինը, նա ընդունեց իր տանը ու թաքցրեց այդ լրտեսներին։ Նա գիտեր, որ իր կյանքը վտանգված է։ Քանի որ եթե պարզվեր, որ նա այս ազգին, Իսրայել ազգին օգնել այս ժողովրդին, իրեն հասնում էր մահապատիժ, ազգադավան գործ էր սա։ Իրեն մահ էր սպասվում։ Բայց նրա հավատը, քանի որ ճշմարիտ էր, այն հաղթել էր անգամ մահվան վախը։ Նա չվստահեց իրենց քաղաքի պարիսպների բարձրության ու զորությանը։ Նա վստահ էր, որ Յահվե Տերը հաղթելու է այս պատերազմը։ Եվ հավատքով նա վստահեց իր կյանքը, իր ընտանիքը այդ Յահվե Աստծուն։ Տեսնում եք ինչպես նա վստահեց, հավատաց եւ դա երևաց իր գործերի միջոցով։ Նա թաքցրեց լրտեսներին իր տանը։ Եվ երկրորդ, նա անվտանգ ճանապարհ ցույց տվեց այս լրտեսներին։ Այսինքն նա ունենալով ճշմարիտ հավատ, նա դարձավ Աստծո նպատակների փնտրողը, կամեցողը եւ համագործակիցը։ Նա իր կարողությունները գործի դրեց։ Նա ծառայեց Աստծո նպատակներին, ծառայելով Աստծո զավակներին իրեն տրված պարգևներով։ Փրկարար հավատը նույն էությունն ունի Աստծո բոլոր ընտրյալների համար, բոլոր ժամանակների համար։ Այն պտղաբերում է ու հաստատում է մարդու փրկված լինելը։ Արդյոք դու քո ձեռքի եղած բոլոր հնարավորություններն ու կարողությունները դրել ես Աստծո ավետարանի համար, վստահելով նրան քո կյանքը ու ապագան։ Արդյոք դու ունես այնպիսի վստահություն, ու այդ վստահությունը քեզ տանում է ծառայության եւ քեզ կտրել ամեն տեսակ վախից։ Թե որոշ մասը քեզ է սպառում քո ցանկությունների, քո զվարճանքների ու հաճույքների համար։ Դրա համար հարց տուր ինքդ քեզ. ինչ կա իմ ձեռքում, որը չի ծառայում Աստծուն, այլ ծառայում է իմ ցանկություններին։ Ինչ կա իմ ձեռքում, որ ես չեմ վստահել Աստծուն ու չեմ տվել, որ դա նպաստի իր արքայության գործերին։ Ինչ վախեր ունես, որոնք քեզ ետ են պահում լիարժեք նվիրվելու Աստծո գործին, քո բոլոր կարողություններով։ Փրկարար հավատի մեջ չկա վախ, այլ կա լիարժեք վստահություն։ Որ դու վստահ ես քո ապագան, քո ներկան, քո ողջ կյանքը Աստծո ձեռքերի մեջ է։ Կենթանի հավատը իր ձեռքը բացում է լիովին ու ամենը տալիս է Տիրոջ ղեկավարմանը։ Նա ապրում է ավետարանի շահի համար, որովհետև վստահ է, որ ինքը այս երկրի քաղաքացի չէ։ Ռախաբը հրաժարվեց լինել Երիքովի քաղաքացի, նա ցանկացավ լինել Աստծո արքայության քաղաքացին։ Եվ վերջում, օրինակ բերելուց հետո 26-րդ համարում Հակոբոսը
դարձյալ նույն ամփոփիչ միտքն է տալիս 26-ում, ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած։ Նա ևս մեկ անգամ պարբերության վերջում ցույց է տալիս հավատի եւ գործերի անբաժան լինելը, բայց այս անգամ նա համատում է մարդու մարմնի եւ հոգու մեկության հետ։ Եթե մարմնի մեջ հոգի չլինի, այն կենդանի չէ։ Ուստի չի կարող որևէ օգուտ տալ, չէ՞։ Այդպես էլ հավատը։ Եթե ասես հավատում եմ, բայց չապրես այդ հավատի հեղինակի համար, ուրեմն դու չունես այդ հավատը։ Դու դեռ մեռած ես քո մեղքերի ու հանցանքների մեջ։ Դու չես կենդանացել հոգեպես։ Դու դեռ ապրում ես քո եսի։ Դու քո եսի համար ես ապրում ու քո կյանքի թագավորը դեռ դու ես մնացել։ Առանց գործեր հավատը վկայում է, որ Քրիստոսի արդարությունը չի վերագրվել քեզ։ Ուրեմն զգուշացիր, որ չխաբես ինքդ քեզ ու կեղծ փրկության վստահություն չունենաս։ Այստեղ է այդ վտանգը։ Հիշում եք Հակոբոսը ինչ ասաց վերստին ծնունդի մասին, առաջի գլուխ 18 համար։ Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք նրա արարածների երեխայրին լինենք։ Այսինքն նա մեզ տվեց հոգևոր ծնունդ, որպեսզի մենք նրան պատկանենք եւ ծառայենք նրա նպատակներին, նրա արքայությանը։ Ահա վերստին ծնունդ ունեցողի առաքելությունը երկրի վրա։ Գիտեք, Աբրահամի ու Ռախաբի այս հավատի օրինակներից եւս մի հետաքրքիր նույնություն կա, ընդհանրություն կա։ Նրանք երկուսն էլ իրենց լավագույնը տվեցին Աստծուն։ Աբրահամը իր որդու կյանքը տվեց Աստծուն, վստահեց Աստծուն, Ռախաբը իր եւ իր ընտանիքի կյանքը վտանգի ենթարկելով վստահեց այդ Յահվե Աստծուն։ Կենդանի հավատը իր գործերով նմանվում է Աստծո գործելակերպին, չէ՞ որ Աստված տվեց իր լավագույնը, իր միակ որդին, նա իր լավագույնը տվեց մեզ, եւ իր զավակները, որքան Տիրոջ հետ ընկերություն են անում, իրանք նույնպես իրենց լավագույնն են տալիս Տիրոջը։ Աստված լավագույնը տվեց, Աստված ինքը իրեն տվեց մեզ։ Նա տվեց տիեզերքի սահմանների մեջ եւ այդ սահմաններից դուրս Աստծո անսահման արքայության մեջ եղող ամենից թանկ բանը, ամենից թանկ արժեքը, որ կարող էր երբևէ լիներ։ Նա տվեց ինքը իրեն մեզ։ Ահա Աստծո սիրո ճոխությունը։ Իսկ կենդանի հավատ ունեցողը եւ գիտակցում այս հավիտենական ժառանգության ճոխությունը, թե նա ինչ ունի Քրիստոսով եւ ինչ է ձեռք բերել Քրիստոսի մեջ, նա նմանվում է իր ընկերոջը Հիսուս Քրիստոսին։ Նրա գործերը փոխվում են ու վկայում են, որ այո, այս մարդը իրոք կենդանի հավատք ունի։ Իսկ ով մնում է իր հին տաշտակի առջև, ապրում է այնպես, ինչպես անհավատները, նա դրանով էր վկայում, որ իր հավատը մեռած է։ Իր սիրտը դեռ այս աշխարհում է ու նա չի ճաշակել Տիրոջ փառքես գեղեցկությունն ու քաղցրությունը։ Նա մնացել է կարճած այս հողից, իսկ սիրտը մնացել է մեղքի մեջ։ Ամփոփենք սիրելիներ մի քանի կիրառություններ, վերհիշենք եւ ավարտենք։ Ուրեմն առաջին գործնական քայլերից հիշի, որ հավատը ու գործերը անբաժան են։ Նրանք քայլում են կողք կողքի եւ վկայություն են թողնում մեկը մյուսի մասին։ Ուստի նախ եւ առաջ քննիր քո հավատը քո գործերին նայելով։ Հասկացիր քո հավատի վիճակը այսօր։ Մի հետաձգիր, մտածիր ու գիտակցիր այս հարցի կարևորությունը, որպեսզի գործերդ փոխվեն ու կյանքդ փոխվի։ Երկրորդ, երբ խորը հասկացողություն ունենաս հավատքի ու գործերի կապակցության այս ճշմարտության մասին, տեսնես հոգևոր անպտղությունդ քո, այն քեզ կսթափեցնի, կմղի տանելու հավատի պատերազմը, ձգտելու պտղաբերության հանուն քո Տեր Հիսուսի, փնտրելու երկնային թագավորության շահերը, որտեղ փրկարար հավատը այն պատերազմող հավատն է։
Երրորդը, հավատա Աստծո բոլոր ասացներին։ Մի մոտեցիր խոսքին կողմնապահորեն։ Բաց մի թող ամեն մի օրվա առիթդ կատարելու այն, ինչ սովորեցիր հենց այդ օրը։ Աստծո բոլոր ասացները կապված են միմյանց հետ։ Աստծո խոսքը միասնական է, մեկ ամբողջություն, ուստի հավատա ու կատարիր ամենը, ինչ Տերը ասում է քեզ Սուրբ գրքի միջոցով։ Չորրորդը, փրկարար հավատը մարդուն տանում է Աստծո հետ հաղորդակցության։ Ընկերություն արա Հիսուսի հետ, ամեն օր քայլիր նրա հետ, սովորիր քայլել նրա հետ։ Աստված միակն է, ով միշտ քեզ հետ է, նա է քո լավագույն ընկերը, դու ստեղծված ես Աստծո հետ հաղորդակցության համար, ուրեմն այն առաջնային համարիր քո կյանքում, քանի որ մնացած ամենը հենց սրանից են կախված։ Հինգերորդը, փրկարար հավատը կատարելապես վստահում է Աստծուն։ Վստահիր Աստծուն, հավատարիմ լինելով նրան, ամեն տեսակ փորձության մեջ գտնվելիս։ Նա է քո Տերը, ու նա վերահսկում է քո կյանքի յուրաքանչյուր իրադարձություն։ Հավատում ես, որ նա ամեն քո դժվարություն օգտագործում է քո բարիքի համար։ Եթե հավատում ես, ուրեմն վստահիր նրան քո կյանքի ամեն իրավիճակ։ Եվ 6-րդ, փրկարար հավատը այն տվող է, ոչ թե պահանջող։ Ծառայիր Աստծուն քեզ տրված կարողություններով ու հոգևոր պարգևներով։ Լավագույնդ տուր Տիրոջը։ Ամբողջական նվիրում, ամբողջական սեր, ամբողջական ծառայություն, ամբողջական անձնուրացություն, ամբողջական հնազանդություն, ամբողջական հավատարմություն քո Տիրոջը։ Եվ թող Տերը մեզ առաջ տանե այս հավատի աճի մեջ, սրբագործության մեջ, որպեսզի մենք էլ լինենք մի արվակ, որ հոսելով այս աշխարհում, ում էլ որ հանդիպենք, մենք լինենք օրհնություն, մենք պտուղ տանք իրենց կյանքերում, արդյունք տանք մեր Տիրոջ փառքի համար, ցույց տալով իր սերը, ցույց տալով որ մեր ընկերը Հիսուս Քրիստոսն է։ Եկեք ոտքի վրա աղոթք անենք։ Մեր պաշտերի երկնավոր Սուրբ Հայր, մեր սիրելի ընկեր, մեր Տեր, մեր Աստված, որքան մեծ այս պատիվը, որ դու տվել ես, երբ որ մենք մեռած ենք մեր հանցանքների մեջ, Տեր, այդ դու էիր, որ եկար, գտար մեզ, գտար կորսվածներիս եւ իշխանություն տվեցիր լինելու քո զավակները։ Դու քո ճշմարտությունը կիսեցիր մեզ հետ, քո միտքը, քո կամքը, քո ճանապարհները, քո սերը եւ մեզ դրեցիր քո մեջ, որպեսզի մենք հաղորդակցություն ունենք քեզ հետ։ Օգնի, որ մեր միտքը բացվի, որ մենք տեսնենք այս ժառանգության ճոխությունը, փառքը, որ մենք չմնանք այս հին կյանքի մեջ, մեռած հավատքի մեջ։ Մենք ուզում ենք մեր հավատքը արթնանա, մեր վստահությունը, մեր սերը բորբոքվի քո հանդեպ։ Օգնիր մեզ, օգնիր մեր տկար հավատությանը եւ զորացրու ամրացրու Տեր։ Դու իմաստություն, որ մենք հավատարիմ լինենք մեր բաժին դերի մեջ, քո խոսքին հավատարիմ լինելու շարունակապես Տեր։ Օգնի, որ մենք կրենք այն պատերազմը, որը որ մեզ համար օրհնություն է, որը որ պատիվ է, որ մենք կարող ենք լինել քո արքայության զինվորները։ Օգնի մենք գիտակցենք, հասկանանք եւ ուրախությամբ կրենք, ուրախությամբ դիմավորենք ամեն դժվարություն, ամեն թշնամի, ամեն փորձություն, որտեղ գիտենք դու մեզ հետ ես եւ դու հաղթել ես ու մեզ դու շնորհելու ես հաղթանակ, որտեղ մենք ուզում ենք պտուղ բերել քո համար, քո փառքի համար, մենք ուզում ենք որ մեր կյանքը ցույց տա քեզ քո գեղեցկությունը, Տեր։ Օրհնիր մեզ, օրհնիր քույր երեխայներիս, իրենց կյանքերը, իրենց հավատքի ճանապարհը, իրենց հոգևոր հասունությունը դու քո Սուրբ Հոգով առաջնորդիր, զորացրու, ամրացրու եւ շարունակիր բերել ուժ, հույս, մխիթարություն, ամրություն եւ փափագ կարճելու քեզնից եւ շարունակելու հետեւել քո կամքին, Տեր Հիսուս, որպեսզի դու փառավորվես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։